Ալլատրա հարթակի կողմից կազմակերպված կոգնիտիվ պատերազմի, տեղեկատվական ահաբեկչության և մանիպուլյացիայի ազդեցությունը խորագրով կոնգրեսի ճեպազրույցը տեղի ունեցավ Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրի վրա Ռեյբըրն Հաուսում, որը ամերիկյան քաղաքականության հիմնական որոշումների կայացման վայրն է։ Միջոցառումը միավորել էր քաղաքական գործիչներին, ազգային անվտանգության փորձագետներին, հետազոտողներին և մարդու իրավունքների պաշտպաններին, քննարկելու մեր ժամանակների ամենահրատապ հարցերից մեկը՝ կոգնիտիվ պատերազմը։ Միջոցառման ընթացքում քննարկվել է, թե ինչպես են վերազգային ցանցերը շահարկում հասարակական կարծիքը, տարածում ապատեղեկատվություն, ներթափանցում հաստատություններ և համակարգում բռնության գործողությունները, որպես ժողովրդավարական հասարակությունները անկայունացնելուն ուղղված հիբրիդային ռազմավարությունների մաս, ինչը լուրջ և աճող սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Այս տեսակի հարձակումը չի ոչնչացնում հասարակությունը ռումբերով, այլ քայքայում է այն ներսից, կոգնիտիվ պատերազմի միջոցով։ Մենք բարձր աստիճանի վստահությամբ ենթադրում ենք, որ այս մեթոդները մշակվում և իրականացվում են համակարգված վերազգային ցանցի կողմից, որը ներկայացնում է հիբրիդային ահաբեկչության նոր ձև։ Դրա գործողության մեթոդների հիմնական տարրերը ուղղակիորեն փոխառված են նացիստական քարոզչությունից։ Ցանցը նաև օգտագործում է KGB-ի մշակումները հոգեբանական գործողություններում։ Ցանցն ըստ էության կառավարվում է մեկ կենտրոնից, որը, փաստորեն, Ռուսաստանի Դաշնությունն է և նրա հատուկ ծառայությունը ՖՍԲ-ն։ Հակակուլտային շարժման ժամանակակից տարբերակը վերածնվեց 1990 թվականների սկզբին, այս անգամ ռուսական հողի վրա, շատ հստակ նպատակով։ Նպատակն էր ծառայել որպես գործիք տոտալիտար ռեժիմի վերածննդի և ժողովրդավարական աշխարհի խաթարման համար։ Նրանց հայտարարած առաքելությունն է պայքարել աղանդների դեմ և պաշտպանել հասարակությունը աղանդներից։ Սա պարզապես նրանց արտաքին ճակատն է հանրության համար։ Իրականում նրանց մեթոդաբանությունը հիմնված է տեղեկատվական հոգեբանական բռնության վրա։ Նրանց հիմնական զենքերն են խարանը, հանրային վարկաբեկումը և կրոնական, սոցիալական և քաղաքական փոքրամասնությունների նկատմամբ սոցիալական ատելության համակարգված հրահրումը։ Հակակուլտային ցանցն ունի հիերարխիկ կառուցվածք։ Դրա գագաթնակետին գտնվում է գաղափարախոսական միջուկը, կրոնների և աղանդների ուսումնասիրության կենտրոնների ռուսական ասոցիացիան «Ռացիրսը», որը գտնվում է Ռուսաստանում։ Այս կազմակերպությունը գլխավորում է Ալեքսանդր Դվորկինը։ «Ռացիրսը» ներառում է ռուս ուղղափառ եկեղեցու գրեթե բոլոր միսիոներական բաժիններն ու կենտրոնները, ուստի այն ներկա է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքում, որտեղ կա ռուս ուղղափառ եկեղեցի, և գործում է ինչպես ռուսական ուղղափառ եկեղեցու, այնպես էլ նրանց գլխավոր հետախուզական գործակալության ՖՍԲ-ի աջակցությամբ։ Այսօր մենք նաև կներկայացնենք այն անհատների, կազմակերպությունների և նույնիսկ լրագրողների անունները, որոնք ներկայացնում են հակակուլտային ցանցը և ակտիվորեն կիրառում են դրա ապակառուցողական տեխնիկան և մեթոդները, մեր գնահատմամբ։ Վերազգային հակակուլտային ցանցի կողմից կիրառվող կոգնիտիվ պատերազմի զենքերն արդեն իսկ ուղղված են մեր քաղաքացիների և հաստատությունների դեմ, և այս ցանցը ներթափանցել է քաղաքական դիսկուրս, բևեռացումը մեծացնելու, հակամարտություն հրահրելու և մեր անվտանգությունը խաթարելու համար։ Այս ցանցի հիմնական զենքը խարանն է, ինչը նշանակում է թիրախային խմբերին որպես աղանդներ պիտակավորելը և այլ նմանատիպ պիտակներ կպցնելը։ Սա կրոնի և խոսքի ազատության դեմ ուղղակի և մշտական հարձակում է, քանի որ նրանց դեպքում դա պարզապես կարծիք չէ, այլ մեթոդաբանություն։ Սա այն մեթոդն է, որով նրանք գործում են, այն օրինականացնում է բռնաճնշումները լրատվամիջոցների կողմից հետապնդումներից մինչև ֆիզիկական բռնություն։ Եվ դուք գիտեք, որ մենք կարող ենք համատեղ աշխատել այս ապացույցները հավաքելու և հանրությանը ներկայացնելու համար։ Համառոտ զեկույցում ներկայացված էին հակակուլտային ցանցի թիրախում հայտնված համայնքների ներկայացուցիչների վկայությունները։ Այն բացահայտում է այս ցանցի գործունեության հետևանքով առաջացած լուրջ վնասը և համակարգված չարաշահումները։ 1999 թվականից ի վեր միլիոնավոր Ֆալուն գունի հետևորդներ ենթարկվել են դաժան հալածանքների, կալանքի, բանտարկության և խոշտանգումների։ Մինչ օրս գրանցվել է խոշտանգումների և բռնության հետևանքով մահվան ավելի քան 5200 փաստաթղթավորված դեպք։ Ավելին, չինական դատարանը գնահատում է, որ 100 հազարավոր մարդիկ սպանվել են օրգանների դաժանաբար և հարկադրված հավաքագրման հետևանքով։ Մենք հավաքվել ենք այստեղ քննարկելու կոգնիտիվ պատերազմի, մանիպուլյացիայի և ապատեղեկատվության ազդեցությունը
ազդեցությունը։ Ամենացայտուն օրինակներից մեկը առցանց հակասեմիտիզմն է։ Սա միայն հրեական համայնքի խնդիր չէ, սա ժողովրդավարության, վստահության եւ մեր համայնքները մանիպուլյացիաներից պաշտպանելու կարողության խնդիր է, որը կարող է իրական համաշխարհային հետևանքներ ունենալ։ Իմ անունը Ջեյսոն Բել է։ Ես վետերան եմ եւ Միչիգանի ազգային գվարդիայի պահեստային սերժանտ։ Ես ծառայել եմ Աֆղանստանում 2011 թվականին։ Ես ավարտել եմ ծառայությունս 46-րդ ռազմական ոստիկանական ջոկատում, Light Guard զինանոցում, որտեղ մինչև 2016 թվականը կատարել եմ մեր շատ վետերանների հուղարկավորության արարողություններ։ Այժմ ես ավարտում եմ Միչիգանի համալսարանի միջնակարգ եւ ավագ դպրոցի կրթության բակալավրի աստիճանս։ Հուսով եմ, որ իմ աշխատանքով կարող եմ երախտագիտությունս հայտնել իմ երկրին, որ ինձ այդքան շատ բան է տվել։ Որպես մեկը, ով պաշտպանել է այս երկիրը, երբեք չէի պատկերացնի, որ մի օր ստիպված կլինեմ պաշտպանել ազատ եւ բացահայտ կամավորական ծառայության իմ իրավունքը։ Ահա թե ինչն է ինձ այսօր այստեղ բերել։ Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել կոնկրետ, իրական կյանքի օրինակով, որպեսզի դուք հասկանաք եւ զգաք այն ամենը, ինչ լսել եք այսօր, տեսնեք այն ձեր երեխաների մեջ, ձեր կյանքում եւ հասկանաք, որ դա կարող է պատահել նաեւ ձեզ հետ, եթե մենք գործողություններ չձեռնարկենք։ Մենք խոսում ենք հակակուլտայինների կոնկրետ գործողությունների մասին, որոնք արդեն մանրամասն քննարկվել են։ Եվ իհարկե Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդի Ռուսաստանի ՖՍԲ-ի մասին է։ Նրանց գործողությունների պատճառով այստեղ եւ արտերկրում ես 5 տարի շարունակ բախվել եմ թշնամանքի, արամարանքի եւ հալածանքների հետ, կապված Ալ-Լատրա միջազգային հասարակական շարժման հետ իմ կամավորական աշխատանքի մասով։ 2015 թվականից ի վեր ես մարզվել եմ Դեթրոյթի Կունգ Ֆուի ակադեմիայում որպես Վինգ Չուն անունով հայտնի ոճի մարզիչ։ Որոշակի ժամանակ անց գալիս է մի պահ, երբ քեզ հնարավորություն է տրվում բացել քո սեփական դպրոցը եւ օգտագործել այդ հեղինակությունը գումար վաստակելու եւ արվեստը փոխանցելու համար։ Սակայն իմ ուսուցիչը զրկեց ինձ այս հնարավորությունից, ինձ ներկայացնելով տեղեկատվություն, թե ես պատկանում եմ ինչ-որ աղանդի։ Նա այս տեղեկատվությունը գտել է Վիկիպեդիայում, տարբեր առցանց հրապարակումներում եւ այլ հրապարակումներում, ինչպես այստեղ, այնպես էլ արտերկրում։ Ես բազմիցս ծաղրի, մեկուսացման եմ ենթարկվել ինձ եւ իմ ընտանիքի վրա հաջողությամբ կպցրած սպիտակների պատճառով։ Ես բազմիցս փորձել եմ դիմել առողջ բանականությանը, ինչպես մեզանից շատերն են անում, փորձելով համոզել մարդկանց փաստերով, բայց ապարդյուն։ Այս հրապարակումները երկարատև եւ իրական ազդեցություն են ունեցել իմ եւ իմ ընտանիքի վրա։ Այս աղբյուրները տարածում են աղավաղված տեղեկատվություն եւ ստեր, վնասելով իմ հեղինակությունը հասարակական շրջանակներում եւ զրկելով ինձ մարտարվեստ դասավանդելով ապրուստ վաստակելու հնարավորությունից։ Ես նաեւ իրավացիորեն վախենում եմ, որ դրանք սպառնում են իմ ապագային որպես մանկավարժ, քանի որ ինձ որպես մարզիչ ընկալելը մեծապես կախված է հասարակական կարծիքից։ Սակայն իմ մտահոգությունները տարածվում են իմ սեփական կարիերայից շատ ավելի հեռու։ Իմ դեմ կիրառվող մարտավարությունն ու պիտակավորումները անշուշտ կխոչընդոտեն իմ ուսուցչական կարիերային, ինչպես արդեն տեսել ենք Ռուսաստանում եւ արտերկրում, մենք չենք խորացել մարդկանց վրա ազդող բազմաթիվ դեպքերի մեջ, բայց մենք գիտենք մարդկանց մասին, որոնց փողոցներից բռնել են, նրանց դռները կոտրել եւ բանտարկել պարզապես սպիտակների եւ կեղծ տեղեկատվության պատճառով, որոնք անհնար են դարձնում իրական իրավիճակի ապացուցումը եւ համաձայնության գալը, եւ հետո գալիս է ապամարտկայնացումը, եւ սա այն է, ինչը խորապես մտահոգում է ինձ։ Ոչ մի դեպքում կամ որևէ ձևով սա չպետք է դառնա մեր իրականությունը։ Մեր պարտականությունն ու պատասխանատվությունն է լուծել այս սպառնալիքը։ Ինչպես է պատահում, որ ՖՍԲ-ն հաջողությամբ խթանում է մարդկանց բաժանող եւ երկարաժամկետ վնաս պատճառող նարատիվերը, պարզապես այն պատճառով, որ ես կապված եմ սոցիալապես նշանակալի խմբի կամ կազմակերպության հետ, որը տեղեկացնում է հանրությանը մթնոլորտի եւ դրա ներկա ու ապագա հետևանքների մասին։ Ես ծառայել եմ ազատության պաշտպանությանը։ Հիմա ես հետապնդվում եմ պարզապես այդ ազատությունն իրականացնելու համար։ Այս գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես կոչ եմ անում իմ երկրին ճանաչել օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից ամերիկացիների ընկալումները համակարգված ապատեղեկատվական արշավների միջոցով մանիպուլյացիայի ենթարկելու սպառնալիքը։ Ես պահանջում եմ հաշվետվողականություն եւ արդարադատություն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այսօր ինձ հետ լինելու եւ իմ պատմությունը լսելու համար։ Ցանցի ազդեցությունը տարածվել է իշխանության ամենաբարձր օղակների վրա։ Համառոտ զեկույցում մանրամասն քննարկվել է Եվրոպայում ցանցի ենթադրյալ գործակալ Յակուբ Յահլի գործը։ Չնայած լուրջ քրեական մեղադրանքներին, նրա դեմ որևէ հետաքննություն չի իրականացվել։ Դրա փոխարեն նրան պաշտպանություն է տրամադրվել։
Ականատեսները հաղորդում են 8-ից 13 տարեկան երեխաների նկատմամբ համակարգված սեռական բռնության մասին։ Ականատեսները պատմում են, թե ինչպես է ՀՅԱՀԼ-ը առանձին սենյակում գաղտնի ներարկել երեխաներին անհայտ նյութեր։ Ականատեսները հայտնում են, որ նա կատարել է սադիստական դաժանության գործողություններ, այդ թվում զոհերին ստիպել է կոպրոֆիլիա կատարել եւ սպանել է թափառող շներին։ Դիտարկենք վավերագրական ֆիլմում Վայոլետ անունով երեխայի պատմությունը։ Նա պնդում է, որ ընդամենը 13 տարեկան հասակում, որ բռնաբարվել է ՀՅԱՀԼ-ի կողմից, ով սկզբում ինչ-որ բան է գցել իր ջրի մեջ, ինչը նա անմիջապես չի նկատել։ Այնուհետև ՀՅԱՀԼ-ը բազմիցս բռնաբարել է նրան, եւ երբ նա փորձել է փախչել, ՀՅԱՀԼ-ը դանակահարել է նրան։ Վավերագրական ֆիլմում Վայոլետը պատմում է այս տրավմայի մասին, որը տարիներ անց դեռևս կրում է ֆիզիկական ու հուզական սպիներ։ Այս գործի ամենացնցող կողմերից մեկն այն պատճառն է, որ զոհերը լռել են, ինչու նրանք չեն դիմել ոստիկանություն, որովհետև ինչպես իրենք են բացատրել լրագրողներին, գաղութային դարաշրջանի ժառանգություն հանդիսացող իշխանության անհավասարակշռությունը նրանց սովորեցրել է, որ Եվրոպայից եկած սպիտակամորթ տղամարդու խոսքը, որին նրանք համարում էին անձեռնմխելի, միշտ ավելի մեծ կշիռ կունենա, քան աղքատ տեղացի երեխաների վկայությունը։ Նրանք կարծում էին, որ ՀՅԱՀԼ-ը անձեռնմխելի էր։ Վկաները պնդում են, որ նա օգտագործել է ժպտացող աֆրիկացի երեխաների լուսանկարները բարեսիրտ եվրոպացիներից նվիրատվություններ հավաքելու համար, կուտակելով մոտավորապես 2 միլիոն չեխական կրոն, մոտավորապես $85,000։ Այնուամենայնիվ, ականատեսների խոսքով, այս գումարից ոչ մի կոպեկ չի ուղղվել երեխաներին, փոխարենը, այն օգտագործվել է ՀՅԱՀԼ-ի անձնական կարիքները ֆինանսավորելու եւ թմրանյութեր գնելու համար, որոնք նա բաժանել է երիտասարդներին։ Ինչպես փաստաթղթավորել են տեղական իշխանությունները, կա նաեւ պաշտոնական փաստաթուղթ, որը նրան մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Կարևոր է նշել, որ նա օգտագործել է երեխաների օգնության համար նվիրատվությունների տեսքով հավաքված գումարը, տեղական պաշտոնյաներին կաշառելու համար, նրանց լռությունն ու հանցակցությունն ապահովելու համար։ Վայոլետի եւ Մոշիից այլ երեխաների վկայությունները հեշտությամբ կարող էին անհետանալ, թաղված վախի, աղքատության եւ համակարգի անտարբերության տակ։ Սակայն սա տեղի չունեցավ Ալ-Լատրա միջազգային հասարակական շարժման միջամտության շնորհիվ, որը նաև աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, երբ թողարկվեց Ասեմ Ժապիշևայի վավերագրական ֆիլմը։ Ալ-Լատրայի կամավորները ստանձնեցին համաշխարհային հասարակական կարծիքի ձայնի դերը եւ ապահովեցին, որ Տանզանիայից եկող ձայները լսելի դառնան միջազգային լսարանի համար։ Ալ-Լատրայի կամավորները պաշտոնապես դիմեցին Չեխիայի իշխանություններին, ներկայացնելով նրանց բոլոր փաստաթղթային ապացույցները եւ պահանջելով լիարժեք հետաքննություն։ Ստանալով քաղաքացիներից մեկի կողմից ենթադրաբար կատարված հրեշավոր հանցագործությունների մասին մանրակրկիտ փաստաթղթավորված զեկույց, ցանկացած պատասխանատու եւ բանական կառավարության, հատկապես ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամի սպասվող արձագանքը ակնհայտ է։ Սկսել անհապաղ եւ մանրակրկիտ հետաքննություն, սակայն Չեխիայի կառավարությունը գործեց բոլորովին հակառակ կերպ։ Մենք ականատես եղանք դիմադրության եւ շղթման միտումնավոր արշավի, ինչպես նաեւ զոհի եւ հանցագործի ցնցող շրջադարձի։ Չեխիայի կառավարությունը իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորությամբ որոշեց հրապարակայնորեն արդարացնել ենթադրյալ սերիական մանկապիղծին, այդպիսով զոհերին ուղարկելով սարսափելի ուղերձ։ Ձեր ձայները նշանակություն չունեն։ Միևնույն ժամանակ այն ազդանշան տվեց Եվրոպայում ՖՍԲ-ի հետ կապված հակակուլտային գործակալներին, որ նրանք կարող են վայելել լիակատար պաշտպանություն եւ անպատժելիություն իրենց անմարդկային գործողությունների համար, այդպիսով այդ երեխաներին ենթարկելով բազմիցս բռնության։ Նրանց ցավն անտեսվեց, նրանց հեղինակությունը կասկածի տակ դրվեց, եւ նրանց տառապանքը համարվեց պակաս կարեւոր, քան իրենց ենթադրյալ բռնաբարողի հեղինակությունը։ Իրավական համակարգի այս ձախողումը անբաժանելիորեն կապված է համակարգային ռասիզմի հետ։ Իր գործողություններով Չեխիայի կառավարությունը փաստացի ստեղծեց մարդկային արժանապատվության հիերարխիա։ Մեկ սպիտակամորթ եվրոպացի քաղաքացու հեղինակությունը հրապարակայնորեն եւ ուժով բարձրացվեց տասնյակ սևամորթ աֆրիկացի երեխաների երդվյալ եւ փաստաթղթավորված վկայություններից վեր։ Սրա հետևանքները սարսափելի են։ Ժողովրդավարական ինստիտուտներն օգտագործվում են թշնամու հետախուզական ծառայությունների գործակալներին պաշտպանելու համար։ Սա Եվրոպայի խնդիր չէ, սա հստակ եւ արկա սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։ Եվրոպայում իր գործակալներին պաշտպանելու կարող ցանցը կարող է նաև տարածել ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիաներ անել Ամերիկայում։ Հետևաբար, մենք խորհուրդ ենք տալիս Կոնգրեսին ձեռնարկել հետևյալ 4 գործողությունները։ Նախ, անհրաժեշտ է անհապաղ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել հակակուլտային ցանցի եւ դրա հետ կապված բոլոր անձանց գործունեության վերաբերյալ։ Երկրորդ, մենք կոչ ենք անում Կոնգրեսին անհապաղ հետաքննություն սկսել այս ցանցի հիմնական դեմքերի նկատմամբ, սկսած Յակուբ Յահլից եւ նրա քաղաքական հովանավորություններից,
հովանավորից։ Երրորդ, Միացյալ Նահանգները պետք է օգտագործեն իրենց ողջ դիվանագիտական ազդեցությունը, ճնշում գործադրելու Չեխիայի կառավարության և Եվրամիության վրա, արդարադատությանը խոչընդոտելու դադարեցման համար։ Մենք պետք է պնդենք Յակուբ Յախլի գործի լիարժեք և թափանցիկ միջազգային հետաքննությունը, համաձայն Լանսարոտեի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, որոնք պետք է ներառեն բոլոր պաշտոնյաների պատասխանատվության ենթարկումը, ովքեր խոչընդոտել կամ արգելափակել են հետաքննության նախնական կոչերը։ Նիստն ավարտվեց ցանցի և դրա հետ կապված անձանց վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու կոչով։ Միջազգային հակակուլտային ցանցի կողմից օգտագործվող կոգնիտիվ պատերազմի զենքերն արդեն իսկ ուղղված են մեր քաղաքացիների և հաստատությունների դեմ։ Նրանց գաղափարախոսությունը անմիջական հարձակում է առաջին փոփոխության հանդեպ, խթանելով այն գաղափարը, որ կրոնական ազատության իրավունքն ինքնին կարող է քրեականացվել, միևնույն ժամանակ այս գաղափարախոսությունը ծառայում է որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործիք, ներսից ժողովրդավարությունը անկայունացնելու համար։ Եվ այսօր այլևս բավարար չէ պարզապես ուսումնասիրել նրանց գործողությունները։ Ժամանակն է իսկապես պաշտպանվել, ժամանակն է պաշտպանվել նրանց գործողություններից և, իհարկե, պահպանել մեր երկիրն ու մեր ընտանիքները։